մենք արտահանումը խթանում ենք, թե չենք խթանում։ Գինու սպիրտի, կոնյակի սպիրտի արտահանումը խթանում ենք, թե ոչ։ Պարոն Գրիգորյան, մենք տարբեր միջոցառումներ ենք իրականացնում եւ միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու եւ իրազեկումը Հայաստանի գինու արտադրության մասին բարձրացնելու մասին հրավիրում ենք տարբեր ժուրնալիստների, լրագրողների, ինչպես նաեւ այս ամենին զուգահեռ մենք նաև տարբեր քաղաքներում ռոդշոուներ են կազմակերպում եւ այդ ռոդշոուների ժամանակ եւ ներկայացվում է հայկական գինին եւ տեսականին, ինչպես նաեւ հանդիպումներ են կազմակերպում գնորդների եւ վաճառողների հետ։ Բերլինում ստեղծված է հավաքական պահեստ, յուրաքանչյուր տարի կույր համտեսի շրջանակներում որոշվում է, որ ապրանքատեսականները կարող են այդ պահեստում տեղակայվել եւ այդ պահեստից եվրոպական բոլոր երկրներ հնարավոր է մեկ շշից մինչև մեկ պալետ հայկական գինի ձեռք բերել եւ գնել։ Տարբեր միջոցառումներ են իրականացում եւ ինչը որ ես նշեցի ուղղակի միջոցառումների մի մասն է։ Իսկ ինձ օրինակ հետաքրքիր է VDNХ-ի մեր պավիլյոնը այդ նպատակով օգտագործվում, հա։ Գիտեմ, որ գինու հիմնադրամը իրենց հետ համագործակցում են։ Ոնց, ինչ են անում էլի կոնկրետ։ Ես լրացուցիչ կտեղեկացնեմ, բայց այս բանի ինֆորմացիան ամբողջական չեմ տիրապետում։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, խնդրեմ, պարոն Գևորգյան։ Շնորհակալ եմ, պարոն փոխվարչապետ, վստահ եմ, որ էկոնոմիկայի նախարարության գործընկերները նայել են հարցը, բայց կխնդրեմ ուշադրություն դարձնել, որ սուբսիդավորող գումարը, որը կարծես թե 70 դրամ էր առնվազն 1 կիլոգրամի համար, մրցակցության տեսանկյունից առավել բարենպաստ վիճակի մեջ չդնի այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք կամ իրենց այգիներից են մթերում, որտեղ այնտեղ ինքնարժեք կա ինչ-որ ձևավորված ենթադրում իրենց վրա, կամ որևէ այլ պատճառով չեն օգտվում այս սուբսիդավորման ծրագրից, չլինի մենք սուբսիդավորենք, այն մարդով այգի չունի եւ օգտվում է ծրագրից, առավել լավ վիճակում գտնվի, քան մարդը, որը համ այգի է հիմնել, համ էլ իր խաղող ինքնարժեքից է օգտվում։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, պարոն Խոջյան, Ռուսաստանի շուկայի գնողունակության անկման դեր կա այս ամեն ինչի մեջ ու արդյոք նորից վերադառնանք այդ որակի բարելավման եվրոպական սերտիֆիկացումների թեմային, այսինքն օգնենք խաղողագործներին եւ ավելի շուտ արտադրողներին այդ ուղղությամբ վերապրոֆիլավորվել։ Պարոն Սինանյան, 2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը բարձրացրել է ակցիզային հարկը եւ դրանով պայմանավորված իհարկե գնողունակության անկում է նկատվում, այսինքն նվազում նկատվում է արտահանման ծավալների մեջ։ Դա խաղողի գինիներին էր վերաբերվում ձեր ասածը, թե այլ այդ թվում խաղողի։ Իսկ մնացածի մասով ինչ վիճակ է։ Նույնպես կոնյակի արտադրության։ Չէ, ես նկատի ունեմ մրգային գինիների, որովհետև դա էլ է շատ հետաքրքիր շուկա, բավականին բարդ շուկա ու իմ զգալով նախ մենք ես որքան գիտեմ ունենք արտադրություն Հայաստանում, երկրորդը որքան ես տեղյակ եմ, լավ պրոտեկցիոնիզմ է գնում այլ շուկաներում, ստեղ էլ մի օր մեր արտադրողները գալու են մեզ դիմեն, ասեմ օժանդակության կարիք ունենք, ստեղ ինչ վիճակ է։ Պարոն Գրիգորյան, դուք ճիշտ եք, մեր ընդհանուր արտահանման ծավալները, եթե մենք արտահանում ենք տարեկան 2024 թվականի թվերը ասեմ 4.2 միլիոն լիտր խաղողի հումքով գինի, շուրջ 7.5 միլիոն լիտր մրգային գինի ենք արտահանում։ Ակցիզային հարկը նույնական է ալկոհոլային խմիչքների բոլորի համար, ինչը որ ես նշեցի օրինակում։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Խոջյան, այլ հարցեր կան, հարգելի գործընկերներ։
Պարոն Խոջյան, այս հարցը պիտի լինի մեր ուշադրության կենտրոնում եւ մենք այս հարցով կարծում եմ պիտի զբաղվենք ավելի սիստեմատիկ։ Մենք բարբերաբար այս խնդիրները քննարկում ենք այն ժամանակ, երբ որ բերքն է հասնում, բերքահավաք է եւ հավաքած բերքից մարդիկ չգիտեն ինչ անեն, մենք էլ ստիպված սուբսիդավորում ենք։ Մի քիչ որ ավելի սիստեմատիկ զբաղվենք, կարծում եմ ավելի համակարգված օժանդակության ծրագրեր կգեներացնենք, որոնք հնարավորություն կտան, որ այդ բիզնեսը աշխատի, ոչ թե ամեն ցիկլում օժանդակության հաշվին գոյատևի։ Լավ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։